Այստեղ են հարվածել արյան հետքերն են, տեսեք ուժեղ հարված եղել, նաև պատին է հասել։ Այստեղ էր ինչ որ կատարում էր, այս հատվածում էր կատարվում։ Արյան հետքերը փաստաբան Տիգրան Աթանասյանի գրասենյակում են, նա եւ փաստաբան Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել, ասում են անսպասելի եւ առանց որևէ պարզաբանման։ 14:30-ի սահմաններում իմ գրասենյակ ներխուժել են 4 հոգի, պալատի աշխատողներ, փաստաբանական դպրոցի տնօրենի գլխավորությամբ, պալատի նախագահի 2 խորհրդական եւ մի աշխատակից ասել են հարվածել, հայել, փորձել են ինձ հեղտամահ անել։ Զրուցում էին, գործնական զրույց էին կանում, երբ որ դուռը հանկարծակի բացվեց եւ 4 հոգի Սիմոն Բաբանի գլխավորությամբ ներխուժեցին եւ առանց որևէ պարզաբանման, առանց որևէ ինչ-որ հիմքերի սկսեցին հայհոյանքներ հնչեցնել եւ հարվածներ հասնել։ Փաստաբանները պնդում են հարձակվողները փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանն են ու եւս մեկ անձ։ Տիգրան Աթանասյանը համոզված է, հարձակումն իր դեմ էր, գործընկերը պատահաբար է ծեծկրտուկի կենտրոնում հայտնվել։ Իմ դեմ ուղղված եղա միանշանակ։ Փաստաբանի խոսքով պատճառը փաստաբանների պալատի նախագահի եւ պալատի գործունեության իր հրապարակային քննադատություններն են։ Մեր քննադատությունները վերաբերում են պալատում արկա բազմաթիվ իրավախախտումներին, փաստաբանների ապօրինի հետապնդումների հետ կապված, փաստաբանների դեմ հոդվածներ պատվիրելու։ Հարձակման ենթարկված փաստաբաններին դատաբժշկի ուղեգիր է տրվել։ Որոշակի ցավեր ունեմ, բայց հոսպիտալացման կամ բժշկի այս պահին չեմ գնա։ Հիվանդանոց հիմա պետքա գնան բժիշկները սպասում են, պետքա գնան, քանի որ վերքը պետքա մշակվի եւ կարել դրվի, քանի որ վնասվածքը խորն է։ Ծեծկրտուկը 2-3 րոպե է տևել, ընդհատվել է, երբ միջամտել են գիծ գրասենյակների աշխատակիցները, ներխուժած անձինք արագ հեռացել են։ Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Միջադեպի առիթով հայտարարություն է տարածել փաստաբանների պալատի նախագահը, ընդգծելով ճշմարտությունը պետք է բացահայտվի, մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք եւ զրպարտություն պարունակող հայտարարությունները եւ հրապարակումները, առավել եւս երբ կողմերը փաստաբաններ են։ Արա Զոհրաբյանը հորդորել է զերծ մնալ զգացմունքային եւ չստուգված հայտարարություններից, միակողմանի տեղեկատվությամբ կարծիք չձևավորել։ Միջադեպի մյուս կողմը փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ասուլիս է հրավիրել։ Անի Ավետյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։